Սիրելի հետևորդներս, բարի գալուստ իմ խոհանոց։ Խոհանոցում եմ, տեսեք ինչեր եմ պատրաստում, ինչեր չեմ պատրաստում։ Ելակ եմ լվացել, պոչերից ազատում եմ, մի արա Լիլիթ, պոչերը մաքրում եմ ու շաքարավազ եմ լցրել։ Արդեն մի շերտ լցրել եմ շաքարավազը, սա մի քիչ մնաց, ես էլ պեսոկ եմ, մի քանի հատ մնաց, սա էլ անեմ ու ներկայացնեմ, թե այստեղ ինչեր եմ դրել, ինչ եմ պատրաստելու, ինչերից ինչ եմ պատրաստելու, այսօր սկսամ ինչերով, հողամասում աշխատել եկել եմ, հիմա հերթը հասել է խոհանոցին, խոհանոցային գործերս անեմ, ուտելիք սարքեմ, ոնց որ թե Լիլիթը հանեց դարակից մակարոնը, փլավ է ուզում, դա էլ հեսա կպատրաստեմ, ուրեմն այսօր երկու տեսակի բան պետք է պատրաստեմ, ինձ համար բազուկ, Լիլիթի համար մակարոն, չի ուտում էլի, ազորով չի սիրում, սա տանեմ, այստեղ սրբենք ու ահա ելակը մաքրեցի, ճիշտ է ելակները փոքր են այս տարի, բայց շատ համեղ, անցած տարի էլ տարբեր չափերի կար, ոնց որ հիմա այս տարի, կարևորը համն է, հոտն է, որակն է, մի քիչ լցնեմ, բավական է, այս մի գործից բրծա, սա այսպես, Սիրելի հետևորդներս հերթով ներկայացնում եմ, սկսեմ այս հրաշք ծաղիկներից, որ հավաքել եմ ճանապարհից, դաշտի ծաղիկներ են, հրաշք, էլ այս երիցուկներին նայեք, բայց գնդիկավորներին, մի հատ նայեք, բոլոր ծաղիկներն էլ հրաշք են, սիրում եմ դաշտի ծաղիկներ, այստեղ հողամասից տերև էի քաղել, մեկ շիշ լցրել եմ, փակել եմ, շշի մեջ եմ լցնում ես, դե սա արդեն գիտեք, սիրելի հետևորդներս կոնն է, ծոճենու կոնը, շիշկա ենք մենք շատ հաճախ ասում, շիշկա, այո, Եղեգնաձորից երեխաները ինձ օգնեցին, հավաքեցին, տվեցին, կարելի էր շուտ գնալ, փոքր ժամանակ հավաքել, մուրաբա պատրաստել, բայց չէի մտածել, տարի հաջողություն լինի, տեղը իմացա, կարելի է բերել, բայց ես այս մեծերից կիսել եմ, փորձել եմ կիսվում է ինքը, մի կիլոգրամ ասա, ես կոնի մեղր կպատրաստեմ, ինչու եմ պատրաստում, որովհետև ինքը շատ առողջարար է, մրսածության համար, դնեմ նոր խոսեմ, թևս չցավի, որովհետև սիրելի հետևորդներս ինքը շատ առողջարար է, մրսածության համար, հազի համար, ինքը մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում ու բարձրացնում է մարդու դիմադրողականությունը, պարտադիր չի, որ հիվանդ լինես, նոր խմես, ոչ, առողջ մարդն էլ կարա օգտվի կոնի մուրաբայից, կոնի մեղրից, թեյ պատրաստի, այնպես, ոնց կա այդպես օգտագործի, առողջարար է, մի խոսքով հակացուցված է միայն, մենակ շաքարով հիվանդներին, որովհետև ես պատրաստելուց շաքարավազ եմ լցնում, մի քանի օր էլ որ ուշ գնայի, ինքը արդեն չեր կիսվի, դժվարությամբ է կիսվում, հոտն էլ շատ հետաքրքիր է, հիմա ուզում եմ լցնել, գիտեք,
Ինչի մեջ սիրելի հետևորդներս այս ամանի մեջ կլցնեմ մի հատ ելակ այստեղից փակեմ հանեմ արանքից, դնեմ սառնարանը, թող սառի, այսի այստեղ, սա գնաց սառնարան, իսկ այս կոները ես կիսեմ ու լցնեմ այստեղ, ինչու եմ կիսում, որովհետև պատրաստմանը պարտադիր պետք է կիսենք, դժվարությամբ է կիսվում, ոյ, ձեռքերս չվնասեմ, կարևորը, որ հոգուն վրա հասա, այսինքն տեսա ու որոշեցի, հիմա չնայած այս կոները փոքր կլինեն, ես թվում է Սևանում, դե փոքր կլինեն, ստե մեր մոտ մեծացել են դե, մեր մարզում, որտեղ ցուրտ է, դեռ փոքր է, զոռով է կիսվում, բայց դե պիտի կիսեմ, գոնե տունը մի փոքր ունենամ, ես սիրում եմ, որ ամեն ինչ ունենամ, տանը ամեն ինչ լինի, ամեն ինչ տան համար, դուք էլ եթե սիրելի հետևորդներս կա ձեր ամենուրեք էլ աճում, այնպես չի, որ չի աճում, եթե դուք ունեք անխնդիր օգնում է ինքը բրոխներին, բրոխյալ ասթմային, ֆարենգիտին, շատ լավ է օգնում այդ կոկորտի քորի դեպքում էլ, եթե կա ձեզ մոտ կոն, ապա ինձ նման հավաքեք, ինձ տեսեք ոնց եմ անում, դուք էլ պատրաստեք, ջրի մեջ եմ թողելու մի քանի ժամ, 3 ժամ, 3 ժամ թողելու եմ ջրի մեջ, ուշադիր եղեք, ես ռեցեպը բանավոր պարզ ասում եմ, 1 կիլոգրամ կոն եմ վերցրել, կիսում եմ, թողնում եմ ջրի մեջ 3 ժամ, այնուհետև 2,5 լիտր ջուրը դնում եմ եռումը և այս կոները լցնում եմ մեջը, 15 րոպե եռացնում եմ, սայի բերանը պինդ փակում եմ ու ծածկում եմ սրբիչով, վրայից էլ մի լավ ծածկոցով, ադյալով ու թողում եմ մինչև հաջորդ օրը, հետո քամում եմ, այդ ջուրը դնում եմ եռումը ու ավելացնում եմ 2 կիլոգրամ շաքարավազ, եթե շատ քաղցր չեք ուզում, կարող եք մի քիչ շաքարավազը քիչ անել, ու էփում ենք այնքան, մինչև ինքը դառնում է շագանակագույն, մեղրի պես և վերջում էլ անջատելուց 15 րոպե առաջ մի փոքր լիմոնի աղեք լցնում, այսքանը, հիմա ես փոքր ունեմ շշով պատրաստի ցույց տամ, թե ինչ է ստացվում, ահա, ես մի փոքր լցնեմ թափանցիկ բաժակ, այդպես համել կխմեմ, ոնց որ թե ձայնս քաշվում է, ոնց որ թե ձայնս ուզում է քաշվել, ահա այսպիսի հավեսի գույն է ստացվում, տեսեք սիրելի հետևորդներս, ոնց որ թե լինի, շատ սիրունա չէ, ահա, սրան ասում են կոնի մեղր, շատ համով, առողջարար և ստանում եմ այս կոներից, մուրաբան էլ փոքր պետք է լինի, ունեմ պատրաստած հաճելի սիրուն հավեսի գույն, մի հատ խմեմ,
Յուրահատուկ համ ունի, յուրահատուկ մրսածության, հազի, գրիպի, ջերմության, ասթմայի, բրոնխների և բարձրացնում է մարդու դիմադրողականությունը։ Փորձ ձևը ասեցի, պատրաստման ընթացքը չեմ ցուցադրելու, վերջում կտեսնեք։ Լցնելու եմ շիշը, պահեմ։ Աստված չանի պետք գա, բայց այսպես էլ կարող ենք օգտագործել։ Ես ալբալը սարքեցի, խմեցի, տեսակ, դուք էլ ինձ ինչ համով է, յուրահատուկ համ ունի։ Մարդ կա, որ տհաճ է, ասում է, վայ, այդ ինչ համա, չեմ խմի։ Օրինակ այդ վերջերս, որ Լիլիթս հիվանդ էր, հա, ասեցի, խմի, չի սիրում, բայց փոքր ժամանակ լցնում է իր այդ կաթի շիշը, խմում էր, այդ փրկում էր մեզ, այդ մեթոդը, հիմա չի խմում, վերջերս որ հիվանդ էր, մի փոքր լցրեցի, ջղայնացա, բարկացա, ուլում-զուլումով մի երկու կում արեց, բայց ասեմ, որ ընտիրա, սարքեք, իսկական ժամանակն է։ Սրանից գոնե մի երևի 4 տենց կես լիտրանոցով կլինի, այսինքն 2 լիտր կլինի սրանից։ Սարքեմ, գցեմ, տունը պետք է գալի։ Ահա։ Դժվար ոչ մի բան չկա, սիրելի հետևորդներս, հեշտ ռեցեպտն է, բաղադրատոմսն է, պարզ ասեցի։ Մատերս ինքն էլ ունի շիրայի հատկություն, մատերս արդեն կպավիր են, տեսեք, կպչող հատկություն ունի, ոնց որ կլե լինի, ահա, եսի սենց, կիսեցի։ Դե որ կիսեցի, հիմա էլ ջուրը կլցնեմ։ Հիմա կասեք, այս ջրին չափ չկա։ Այս ջուրը որ լցնում եմ, սիրելի հետևորդներս, չափ չկա։ Ահա, այնքան որ կոները ծածկի։ Մնան ջրի մեջ, ահա։ Կարելի է մի փոքր էլ բերեմ։ Այսպես։ Թողնում եմ 3 ժամ։ Հետո լցնելու եմ իմ ասած ձևով սարքեմ։ Փլավդ հիմա սարքեմ, Լիլիթ։ Չես ուտում։ Դե չես ուտում, մի կեր։ Դե միացնում։ Հեսա միացնում եմ լվացքը գնա, հեսա դնեմ, որ քամվի։ Միացրեցի, հեսա քամվի, հիմա սարքեմ փլավը։ Բասում էր չէ։ Ջուրը թեյնիկով եմ եռացրել, որ արագ լինի, փլավի ջուրը մի փոքր աղ եմ լցնում, Լիլիթի ավանդական փլավն է, մակարոնը, շատ է սիրում, այն էլ սպիտակ, մի ուտելու թարմը, որ հիմա ուտի, հա, չմնա, Օղամասի բազուկներն են, այնքան լավն են, եռած նստելի է, տեղ կանի կաթսային մեջ, կտրել եմ, շատ փոքրել չեմ ուզում, որ կտրեմ, Հորած անմիջապես տաք ջրի մեջ մտավ նստելու է, տեսեք պակասեց, փակեմ թողեփվի, բազուկին աղ եմ լցնում,
մի թեյ գտա լցրեցի, այդքան հիմա, հետո քամելուց հետո եթե տեսնեմ, որ աղի կարիք կա, կավելացնեմ։ Ինձ թվում է արդեն էսի էփել է, այս ցողունից կվերցնեմ, տեսնեմ էփել է, ուրեմն տերևը էփած է։ Էփել է։ Ինքը մատրաշ բազուկ է, սիրելի հետևորդներս, մատրաշ հավեսին։ Ինքանը բավական է։ Բնական, օգտակար, առողջարար։ Ես էլ յուղը չթողեցի լավ հալվել, ոչինչ է, սա կհալվի։ Իսկ Լիլիթի փլավը, ահա սա էլ է հեսա էփում։ Սա էլ կքամեմ։ Մեկ ձում։ Արագ խառնում եմ։ Պարտադիր համեմունքով է սիրում Լիլիթը։ Լցրեցի համեմունքը։ Իմ բանջարն եմ լցնում։ Այսքանը բավական է ինձ, եւ այս համեղությունը իհարկե ես ինչով պետք է ուտեմ, սիրելի հետևորդներս, ով կասի, ով կարող է ասել, այս բազուկը համեղ է իհարկե թթվասերով, քամած մածունով կամ մածունով եւ ինձ օգնության է գալիս ջերմուկի կատնամթերքը, գնդեվազի թթվասերը եւ քամած մածունը։ Համեղություններ են սրանք, քամած մածուն, ինչ է պինդ է քարել, շոտ պինդ է, ահա, եւ սմետանով էլ եմ ես սիրում, մի փոքր էլ ես համեղ սմետանից, վերջ, իդեպ մի բան ասեմ, իդեպ սիրելի հետևորդներս մի բան ասեմ, որ այս արդեն կերել պրծել ենք էլ, մի քիչ է մնացել, այս տեսակի պանիրը ինքը նորից ջերմուկի կատնամթերքինն է, այս կոչվում է պանիր եղեգնաձոր, բայց մեր լեզվով ասած ժաժիկ է, լցրած էր կանաչի, պղպեղներ, մի հատ յուրահատուկ համ ունի, յուրահատուկ համ, իմ դուրը, որ շատ է եկել, փորձեք, անպայման սրանից փորձեք և կհամոզվեք, ես անձամբ կերա ու սենց աչքերս փակեցի, հիշեցի տատուս պատրաստած ժաժիկը, որ գնում ենք իրենց տուն, նույն ձևով պղպեղը, կանանչի, նույնիսկ են ծծումի խնոցու կարագից էր լցրած մեջը, այդ համն ու բույրը ինձ հիշեցրեց, գնացի մանկություն ու ասեմ, որ ես միշտ գնելու եմ սրանից, դուք էլ փորձեք, մեկնաբանություններում ինձ գրեք, հավանել եք, թե ոչ, սրանք ես էլ նստեմ իմ հացը ուտեմ, երկու համերն միախառնվում են իրար, ինքան պինդ է այս մածունը, ահա, տիրություն, առանց հացի այսպես կուտեմ,